Բարև, ճակերտներում այսօր գրող Վալերի Պարանյանն է։ Վալերի Պարանյան, ծնվել է Ալավերդի քաղաքում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Երևանում այնուհետև Ալավերդում եղել է գիտաշխատող ֆիզիկայի ուսուցիչ, Ալավերդու քաղխորհրդի մշակույթի բաժնի վարիչ։ 1993-96 թվականներին եղել է Հայաստանի ներքին գործերի նախարարության բարձր հրամ կազմում, ներքին ծառայության գնդապետ է։ 1997-2012 թվականներին գրահրատարակիչ և ձեռներեց։ Զբաղվում է գեղարվեստական գրականությամբ, 1.5 տասնյակ արձակ, չափածո, թարգմանած ու թարգմանված գրքերի հեղինակ է։ 2013 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։ Ինչպես սկսվեց օրը։ Մանկության տարիներին առավոտը ինձ համար շատ նշանակալից էր նրանով, որ ցող կար, խոտի վրա ցող կար։ Ես հաճախ եմ եղել իմ նախնիների գյուղում, Ծաղկաշատ գյուղում, եւ առավոտվա ցողի հաճույքը մինչև հիմա չի անցնում ուղղակի։ Բայց հետո երբ որ առավոտները դառան իմ իսկ բառերով ասեմ, ծանրակոպ, դժվար բացվող, մի շատ խելացի խորհուրդ եմ լսել ամերիկյան մի մեծ բիզնեսմենի կողմից չեմ մոնում վերել, կարդացել եմ իհարկե, որ հարցրին ձեր հաջողության գրավականը որն է, ասա, որ արթնանում եմ, ոտքս վերմակի տակից հանում եմ։ Ուրեմն մեծ հաջողությունը նա ընդամենը դրանով, այսինքն որ ոտքը վերմակի տակից հանում ու դնում ես գետնին, մտքերդ ուղղորդվում են, մինչև այդ ցրված են ելնում, շատ հաճախ դեպրեսիվ են ելնում, բայց դնում ես ու արդեն սկսում ես գործողություն կատարելը։ Իսկ որն է եղել այն գիրքը, որը ձեզ վրա շատ նենց որոշակի ազդեցություն է թողել։ Նա որպես ընթերցող ասեմ, որ մարդը պետք է մի ողջ գրադարան կարդա, ոչ թե ինչ-որ հատուկ մի բան, այլ ողջ գրադարան, դրա մեջ կարան մասնագիտական գրքեր լինեն, մանկուց սկսած հեքիաթներ լինեն։ Թումանյանի մասին չեմ ասում, Թումանյանը մարդը մինչև ծնվել արդեն իր գենետիկայի մեջ կարծում եմ, որ ունի հայ մանուկ էլի։ Ու դրանից հետո կան արկածայիններ, կան այս կողմը, մի խոսքով, տենց լրիվ ընթացքով գնում է գրքեր շատ կան։ Կա համաշխարհային գրականության Չամիչ, սենց ասեմ, էլի։ Չամիչը փոքրիկ իշխանը Անտուան դե Սենտ-Էքզյուպերի, հետո բարոն Մյունհազևնի արկածները անգերազանցելի բաներ են։ Ու իհարկե Քաջարի զինվոր Շվեյկի արկածները։ Բայց անձամբ ինձ վրա, որ շատ լուրջ տպաբան է թողել, ուսուցչի ազդեցություն, ավելի շուտ ուսուցիչ բանը հսկողի, Վիլյամ Սարոյանը, այդ աննկարագրելի անծիր բարյությունը, Հեմինգուեյի կարճ պատմվածքները, Շուկշին, Վասիլի Շուկշին, որպես արձակագիր եմ ասում, ոչ որպես դերասան կամ չգիտեմ, սցենարիստ, աննկարագրելի գրող եմ համարում։ Նումերոց մասին չեմ ասում, արդեն էլ չեմ էլ ասում, Հրանտի ներկայությունը Մաթեոսյանի նրա հեղինակությունը միշտ զգաստացնող հեղինակություն էր Հրանտը։ Մենք անձնապես բավական շփումներ ունեցել ենք ու նաև այդ կենթանի շփումների ժամանակ զարմանում էի, էլի չէր անցնում այդ զգոնությունը, սովորական չէր դառնում Հրանտը։ Ինչքան էլ ասենք, շփվում ես մատով ձեռից տալի, չէ, բայց սովորական չէր դառնում, անեզր էր, էլի։ Հետո վերջերս լուրջ զգում եմ խրախուսանք կարելի ասել Աղասի Այվազյանի խրախուսանքը։ Ուրեմն մի բանը սկսվեց, չեմ անում, տեսաբանները կասեն, ժանրը, ինչ ժանր է, էլի դա, բայց պատմվածքներ մտքերի մասին։ Միտքը ինքը դառնում է կերպար։ Ու առանձնապես ես շատ չեմ հանդիպել նման տիպի բաներ, էլի որ համեմատեմ զուտ արհեստավորի նման համեմատեմ։
Բայց աղասին ունի մի գիրք, մի բարալիկ գիրք, մեր գրականության գլուխգործոցներից կարելի ասել, պրոբլեմա, հրաշք։ Այ մեկ էլ նա, Հայի ձեր բնութագիրը։ հային շատ հատուկ է հյուրասիրությունը եւ երեխաներին ուսման տալը։ Սա բանը եւ տաքությունը, ջերմությունը։ Հայը ջերմ մարդ է։ Բոլոր դեպքերում նա ջերմ է։ Իսկ ավելի ձգող բան, քան ջերմությունը, կարծում եմ գոյություն չունի։ Եվ եթե մենք խոսում ենք ընդհանրենք, թե туриզմը ոնց կարելի է զարգացնել Հայաստանում, մենք մեր գլխավոր կապիտալը, կարևոր գլխավորագույնը դա հայի ջերմությունը պետք է օգտագործվի։ Ոնց արդեն թող մտածեն այդ մասնագետները, հա։ Կա մի ֆիլմ, որ շատ եք սիրում։ Այո։ Դա Գյորգի Դանելյայի մի վշտանա, Մոյզաձ Բենջամեն, ես այդ մի վշտանան կթարգմանեի sense Դարդմյանի։ Դարդմյանի։ Հրաշալի։ Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Պատասխանս հետևյալն է։ Մի անգամ ծովային ճանապարհորդության էի գնում, երբ որ մտանք Ստամբուլ, կամ Կոստանդնուպոլիս, ու կանչեցին ընկերները, տուրիստ ընկերները, որ բա դուրս արի, արդեն բանը Ստամբուլն է։ Ես անկեղծորեն խոստովանում եմ, դուրս չեկա։ Մի տեսակ շատ ծանր էր այդ քաղաքը, ինձ թվում էր ես չէի ներում այդ քաղաքին։ Բայց հետո որ հետ եկանք այդ ճանապարհ, էլի Ստամբուլով ենք անցնում, արդեն ոչ թե մեջով ենք անցնում, այլ պետք է նաև իջնենք։ Ինձ ասին գործ չունես, բանը այդ մի ընդգծվի ընդհանուր ֆոնի մեջ, իջի, որովհետև կարող է հետագայում դու խնդիրներ ունենաս իշխանության հետ սովետական ժամանակներում։ Ես իջնում եմ, ինձ թվում էր ոտքս Արյան լճի մեջ եմ դնում։ Ես իմ զգացողությունների մասին եմ պատմում։ Հետո որ գնացինք եկան երկու անգամ այդ անցակետի թուրք զինվորները մեկ էլ զգացի որ ինձ նայեցին նայում են խոսում են իրար հետ ու ուրախություն կա նրանց մեջ ու մեկը մոտեցավ ինձ ասավ թուրքերեն ես հասկացա ասավ դու հայ ես ասի հա տղեկին ասավ թե հայ է ուրեմն այդքանի մեջ վստահելին նրանք ինձ են գտնել որ խնդրեն հետեւյալը որ duty free-ից մեզ համար վիսկի եւ բան Marlboro առնես նավի duty free հա նավահանգստի այդ ասում ենք հա հասկացա հա էժանա չէ ու նրանք այդ գումարը ինձ թվում էր միջև այդ եթե մեկը ինձ հետ խոսա ես ոնց են ասում կմորթեմ հա բայց այդ պարզ տղայական ընկերական այդ առաջարկը փլեց ամեն պատնեշ վերացավ ես այդ փողը վերցրի գնացի առա բերի տվի հետո որ արդեն ասում էի անցակետը մեկը տեսա մեկը հետևից բանը մի հատ ցելոֆանի տոպրակա ձեռս դնում շուրեկայինքներ արդեն մտեղ հնարավորություն չկար ասեմ հա չէ բան տարա ներս մեկը տենամ բանը վիսկի են դրել եւ Marlboro այսինքն իրան շնորհակալությունը հայտնել Այդ էլ ժամանակ էր, երբ որ Գորբաչովյան բանը ալկոհոլիզմի դեմ բաներ, նավում խմիչք չկար։ Եվ այդ խմիչքը վիսկին խմել եմ Ժվանեցկու հետ, Ռոմա Կարծևի հետ, եւ մեր հայտնիներից է շատ կային էլի, այդ տենց հատուկ խումբ էր։ Ու հետո ինձ թվաց ես խաղաղվել եմ։ Բայց որ եկա անցավ ժամանակ, էլի տեսա որ չէ, ես չեմ խաղաղվել։ Ու Արևմտյան Հայաստան ես չեմ գնա, քանի դեռ
ներքուստ խաղաղվածություն չի լինի մեջս, որովհետև ես չեմ ուզում այդ նույն տանջանքը ապրեմ։ Կա աշխարհում մի քաղաք, որտեղ երազում եք լինել։ Քաղաք չէ, բայց ես կուզեի Պերուի լեռներում լինեմ։ Այդ Մաչապուչա բան, հա։ Հա, այդ լեռներում ես կուզեի լինեմ։ Ու այդ լեռների հետ գիտեք ինչ, իմ հարենի լոռում արծիվները շատ սազում են կիրճին։ Արծիվը կիրճին շատ սազում են։ Ու ինչքան որ տեսել եմ, ասենք, ժապավենների վրա, Պերուի լեռներում արծիվները շատ գեղեցիկ են։ Այնտեղ կոնդորներ են։ Կոնդորներ էլի, ասենք, անգղներ են։ Այ այնտեղ կուզեմ լինեմ։ Ինչ խմիչք եք նախընտրում։ Անեկդոտը կա, չէ, որ ասում եմ համել պիվա։ Էս, հա, համել պիվա, բայց ընդհանրապես ես խմիչքը համարում եմ ճիշտ գնահատականատրված խմիչքին, որ ասում եմ գինին Աստծո արյունն է։ Այդտեղ ամբողջ խնդիրը սրանում է գործածելու կուլտուրայի մեջ է։ Եվ եթե գործածում են, բոլորն էլ ամենքը իրանց տեղն ունեն, բայց գերադասում եմ տնականը, օղիներից հոնին, գինիներից Եղեգինաձորի գինիները։ Այդ դրանց են։ Իսկ շարունակություն, ասենք, այն խնջույքներ, խրախճանքներ հաճույքով եք մասնակցում։ Ես իմ ընկերոջ մի շատ լավ ընկեր ունեմ Քյավառի արմատներով։ Բայց լոռիում է։ Չէ, համասարանական իմ ընկերներից է, ֆիզիկոս ընկերներից է։ Ասում է ուտել խմելու ոչ մի առիթ բաց մի թող։ Կտակարանային արժեք տալով ինքը այդ նախադասությունն ասում է։ Եվ ես հաճույքով եմ մասնակցում, իհարկե ոչ այն բաներին արագություններին, երբ որ բարձր երաժշտություն ա դրվում, երբ որ ծխած սրահներ են ելնում, ասեմ, սեղանային ռաբիզությունը չեմ սիրում։ Տանել չեմ կարում ավելի շուտ։ Իսկ մնացածը իհարկե։ Զենք ունեք։ Այո։ Ես ունեմ 5 փամփուշտի պահպանակով որսորդական հրացան։ Որսի գնում եք։ Ասեմ, որսորդական հրացան ունեմ, պահում եմ այդ զենքը նրա համար, որ գոնե մի զենք որսի վրա չկրակի։ Ես որսը ատում եմ։ Եթե ըլնեմ մեր երկրի նախագահը կամ աշխարհի նախագահը, առաջի հրամանը, որ կտամ, որսը արգելելն է։ Առհասարակ շատ ծանր եմ տանում զոհ կատեգորիան չեմ դիմանում։ Նույնիսկ կարամ առյուծի վրա գնամ, ինչքան էլ վախկոտ ելնեմ, եթե դեմս տենում եմ, որ զոհի վրա հալածանք կա, էլի։ Այդ ձևի, բայց այս զենքի մասին ուրիշ բան կասեի։ Երբ որ սկսվեց շարժումը եւ մեծ վտանգ կար, այդ ժամանակ ես Ալավերուդում էի ապրում։ Ու ղեկավարներից էի։ Եվ աչքից դեմը տեսա, որ մեզ ոնց զինաթափեցին, նույնիսկ որսորդական հրացանները հավաքեցին, մեր միլիցիան եւ այլն եւ այլն։ Իսկ կողքից ընդամենը 60 կիլոմետր են կողմ, որտեղ Սադախլում առնելու են։ Մենք հո գիտենք, ինչ ինտենսիվությամբ զենք հավաքվում բնակիչների մեջ։ Իսկ հորեղ բերես խոսք ունի, ասում է, քանի թուրքը կա, հայը պետք է զենք ունենա։ Հիմա գալիս եմ, մտածում եմ, որն է ի վերջո լուծելի տարբերակը։ Այո, զենքը պետք է, բայց զենքի ձևը պետք չէ զենքին։ Մտածում եմ, որ հորեղբորս ասածը դա անհատականի չէր վերաբերվում։ Դա հավաքականին է, իսկ հավաքական զենքը, եթե բանակը իր հերթին, դա աշխարհազորայինների զենքն է։ Ինչ որ մի ձևով պետք է մեր աշխարհազորը ստեղծվի եւ նրա զենքն էլ առանձնացվի, ոնց որ ասենք շվեյցարացիների մոտ է։ Նման մի բան, զենքի մասին այդքան է ասեմ։
Իսկ պարգևներ, շքանշաններ, կոչումներ, ինչ վերաբերմունք ունեք։ Էլի մի քիչ հումորով ասեմ, պարգևներ ես գիտեմ, ես չեմ ստանալու, չունեմ, չեմ էլ ստանալ, չի, որովհետև իմ հայրիկն էլ չի ունեցել, չի ստացել։ Դա է ժառանգական։ Ժառանգական է, հա, տենց Հա, մարդ կա որ պատվոգրերը ստանում այ ժառանգներ եւ հա։ Ես այն կարծիքն եմ, որ պարգևները շատ լավ բան են։ Նույնիսկ Թիֆլիսաբնակ ընկեր ունեմ հայտը ասում է որ երբ որ հայերը պետականություն չեն ունեցել պարգևները կենացներն են եղել կենացներով են պարգևատրել մարդկանց հասարակության մեջ նրա լավ արարքները գնահատել են այսինքն եթե պարգևատրությունը իր բովանդակությանը համապատասխանում է դա շատ լավ բան է բայց եթե դա իմաստազրկում են, դա ինչ որ, չգիտեմ, ինչ բաներ է, լավ չի։ Հասկացա։ Իսկ ձեր գործունեության ամենադժվար շրջանը երբ էր։ Գրական գործունեությունից ասեմ 88 թվից մինչև 92 թիվը։ Ոչինչ չեմ գրել։ Ոչինչ։ Որովհետև շատ ծանր էր այդ ամեն ինչը։ Նույնիսկ կլելի կասեմ, այդ 4 տարի ես ոչինչ չեմ գրել։ Հետո ընենց եղավ, որ անձնական կատաստրոֆիկ դեպքից հետո նորից գրեցի։ Ու ռեքվիեմ գրեցի։ Այդ 4 տարին ստացվեց, որ ցավով հաղթահարվեց գրողի լռությունը։ Դա եղել իմ ամենադժվարը։ Գիտեք, դուք մի առիթով ասել եք, որ ընթերցողները մեր ժամանակներում էլ շատ չեն եղել։ Այո։ Այն դեպքում, երբ հիմա ասում են, այ մեր ժամանակվա ընթերցողը, բաժանորդագրության համար կռիվանողը, հերթ կանգնողը գրքի համար, ծանոթ փնտրողը գրքի համար, իսկ դուք ասում եք շատ չեն եղել։ Եվ ես ճիշտ եմ ասել։ Կար ժամանակ, որ գիրք առնելը զուտ քաղաքենիական սովորություն էր։ Անեկդոտ ունենք մեր ծանոթներից մեկը ասել էր հրաչիկ վերցրուց 30 ռուբլին գնա Կարիշնևի գիրք առ։ Մեբելի հետ սազացող գրք է։ Հետո այդ գիրք առնելը մի շատ մեծ դերական բանի հետևանք էր, ասեմ, այն ինչ որ այսօր չկա։ Մթնոլորտ էր ստեղծված գրքի շուրջ։ Եվ այդ գրքի շուրջ ստեղծված մթնոլորտը այնքան զորեղ էր, որ նույնիսկ չկարդացողներն են գիրք առնում։ Ախր, եթե մենք վերցնենք մի զանգ, մի կոլբայի մեջ դնենք ու օդը հանենք, ինչքան զանգ տանք, զանգը չի լսվի։ Ղողանջի համար օդ է պետք, մթնոլորտ է պետք։ Հիմա գիրքը տվի կարդաց այդ մարդը, բայց ընթերցողների մեջ այդ ղողանջի մթնոլորտը չկա ու չի առաջանում այն միջավայրը։ Ի վերջո ես շատ սիրում եմ նիչեական այն բանը, որ ամեն ինչ առ իշխանություն, ձգտում առ իշխանություն, ամեն երևույթ պետքա դրան գնա։ Այ հիմա մենք զրուցում ենք, սա էլ պետքա մի ձգտում ունենա դեպի ուր, դեպի տվյալ իրողության իշխանության ստեղծումը։ Այսինքն գիրքն էլ իր իշխանությունը պետք է ստեղծի։ Բայց եթե գիրքը տալիս ես նա իշխանություն չի ստեղծում, խանդում ես։ Ոնց կարող է գիրքը իր իշխանությունը չտարածի։ Մաթեոսյան Հրանտին, ուզում եմ ասեմ, ես նրա ցավը տալու, շատ եմ սիրում Հրանտին։ Հրանտին, որ ուրեմն այն աշճան, վերջում ասում են, չի չես գրում։ Ոսկի տեղակ չեն գրում, չի գրում։ Արդեն մարդիկ չեն էլ ընթերցում։ Հրանտը մի շատ լավ բան ասավ, ես կորցրել եմ իմ ընթերցողին աղջնակին, որ զբոսայգում նստած, ոտքին գցած իմ գիրքը կարդում էր։ Այսինքն իշխանությունը կորցրել էր գիրքը։ Հիմա սրա մասին է խոսքը։ Կեցե գրքի իշխանությունը։ Հրաշալի, դուք հեղափոխական եք։ Ես հեղափոխության մասին Իշխանություն եք, չէ՞։ Հա, ուզում ստեղծել։ Հիմա հեղափոխության մասին նախ ես ունեմ մի գիրք, ամբողջովին դրան է վերաբերում ու իր տեսակի մեջ կասեմ, որ եզակի է։ Գիրքը կոչվում է
Ծիրան արչաբնից։ Ծիրան արչաբնից։ Չէ, ծիրանը ծիրանից առից ալնում, բայց իմ բաժին ծիրանը այդ կերպարի բաժին արչաբնից է։ Դա ամբողջովին վերաբերվում է հեղափոխությանը։ Եվ հեղափոխությունը տարբեր ձևով պետք է նայվի։ Նախ մենք ճիշտ ենք հասկանում ինչ բան է հեղափոխություն։ Իմ իմացած հեղափոխությունն առաջի տպավորությունը տատիս անեծքն էր։ Մեր պատուհանի դիմաց մի մարդ էր անցնում, նրա պապը հաղպատում այն հեղափոխության ժամանակ մի տոհմի թոկերով կապել են, տարել են քարից գցել։ Ու տատս անընդհատ անիծում էր դրան։ Քո հոր արածը, քո պապի արածը, թե ինչ։ Ես ու ինձ շատ հետաքրքրել է միշտ բանը այդ թեման, հետհեղափոխական ռեպրեսիաները, այդ ինչից են գալի, լավ այդ ինչա։ Ու ես տեսա, որ ամեն մի հեղափոխություն իրոք խժռում է իր զավակներին, դա այն ժամանակ էր, երբ որ սովետական միություն էր եւ գովվերքում էր հեղափոխությունը։ Հետո բացեցի Գիտկոմի գիրքը, որ երբեք չենք կարդում ուսանող ժամանակ։ Մեկ է կարդում եմ, ասում այդ իմ հայտնաբերածը գրած բուրժուական գաղափարախոսներն ասում են, որ իբր գոյություն ունի Թերմիդորի օրենք, Թերմիդոր ամսին Ռոբեսպիերին եւ իր զինակիցներին տարան դեպի գիլյոտին։ Այսինքն որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Դու մի ասի, իրոք դա օրինաչափություն է։ Բայց այդ որ հեղափոխությունն է, դրանք այն հեղափոխություններն են, որոնք ավարտվել են անպայման թակավոր գլխատելով, իսկ դրա շարունակությունը եղել է թալանի սանձարձակացումը։ Եթե հեղափոխությունը արվում է ինչ-որ մի բանի աճի համար, դա շատ լավ է, բայց սովորաբար հեղափոխությունները ընդհանրապես թալանի ասպարեզը բացում են։ Ես դեմ եմ հեղափոխություններին։ Հասկացա։ Մեր քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որի գործունեությունը ձեզ համար օրինակելի է։ Ասենք Դավիթ Բեկը։ Դավիթ Բեկը ազատագրական պայքարն ավարտելուց հետո, ամփոփելուց հետո նա Հայաստանը ոնց որ նորից պրոտեկտորատ, չէ, խնամակալության հանձնեց պարսկական խնամակալության, իսկ այս ժամանակ Պարսկաստանը այն աշճան էր թույլացել, որ Իրան էին նվաճում։ Բայց Դավիթ Բեկը ոչ թե առիթից օգտվեց, այլ այդ խնամակալության հարաբերությունը լավացրեց եւ նրան տվին դրամ դակելու իրավունք, դրանից բարձր բան այն ժամանակ ընդհանրապես դրամ դակելու ինքնավարության խորհրդանիշ էր։ Ինքնավարություն գոյություն չունի, դրանից եկող ինքնիշխանություն գոյություն չունի։ Ու ինչի եմ ես դա կարևորում, այ վրացական թագավորությունը Վրաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտավ որպես թագավորություն։ Եվ նրա դուրս գալն էլ շատ ուրիշ կերպ եղավ, քան մերը։ Մենք որպես իրավական միավոր չենք մտել էլի։ Մեկը ոնց ուզմալի բան ալնում, ինչ որ ալյանսներ են ելնում, դաշինքներ են ելնում պետությունների, գուցե մեկը շատ ճնշման գաղութատիրությանա վերածվում, մեկը ավելի մեղմ ալնում, բայց բոլոր դեպքերում առանձին պետություն չեն ելնում։ Եվ այդ միասնության մեջ կարևորը նա է, որ կարգավիճակ ունենա։ Այդ Դավիթ Բեկը այդ առումով ինձ համար օրինակ էլի կարամ ասեմ։ Հասկանալի է։ Իսկ մարդկության ամենամեծ հայտնագործությունը ո՞րն եք համարում։ Ես համարում եմ, եթե գամ նյութական աշխարհին, դա էլեկտրականությունն է։ Բայց ես դա չեմ համարում։ Ես համարում եմ, որ ավելի շատ դրանք հոգևոր արժեքներն են։ Լեզուն, ասել թե Աստված լեզուն տվել, ես կասեի համաձայն չեմ, Աստված լեզուն խառնել է Բաբելոնիա աշտարակական շինությունը։ Ընտանիքը Ադամն ու Եվան ինչ արին։ Ցած մի քիչ ֆոլկլորային ասեմ էլի։ Ընտանիք ստեղծեցին։ Նրանց իմացած բարին ու չարը նա էր, որ ընտանիքը լավ բան է։ Բայց Աստված չէր ուզում, որ ընտանիք ստեղծեն։ Չէ, որ ընտանիք ստեղծեն, գլխանց չէր ուզում, չէ։ Չէր ուզում, հա, այսինքն մարդը ստեղծեց ընտանիքի բանը։ Եվ երրորդը, որ կարծում եմ դա մեծագույն գյուտն է։
կուզեի ասածս կրոնական տեսակետից չնայվի, դավանաբանական տեսակետներից չնայ, մարդկայնությունը համար առաջի հատկանիշ ասեմ, ինչ ասեմ, Քրիստոսին Աստված հռչակելը մսուրում ծնված մանկանը հռոմեական կայսրների մոտ համար բանը առաջնություն տալը, այսինքն մարդկայինը ավելի բանը բարձր է, քան թե ուժայինը, ես համարում եմ մարդու մեծագույն համարձակությունը եւ քանի տարի անցել չէ 2000 տարի անցել է ինչքան դաժան է դեռ այս կռիվը գնում ու հələ դեռ հարց է ի վերջո մարդկայնությունը իր հաղթանակը կտանի թե չէ բայց ես դա համարում եմ մարդու մեծագույն գյուտը Քրիստոսին Աստված չէ ներողություն մսուրում ծնվածին Աստված հռչակելը այո շատ լավ ձևակերպում էր իսկ տղամարդը ինչ է փնտրում կնոջ մեջ Ադամ Եվայից հետո տղամարդը կնոջ մեջ խոսքս բարձր զգացմունքի մասին է անձնազոհության սուբյեկտ է փնտրում որի համար արժե անձնազոհության գնալ սա բարձր զգացմունքն է մնացածի մասին չեմ էլ ուզում խոսեմ ինչ է պակասում Հայաստանում ինքնիշխանության պոտենցիալի բարձրացում առանց ինքնիշխանության ժողովուրդը միևնույն է թափառախմբի անվում եւ մեր այսօրվա արտագաղթը շատ հաճախ իր արմատները դրանից է վերցնում Հայաստանը հենց ինչքան իր ինքնիշխանությունը կբարձրանա այնքան մեկ է կտենանք թերությունները գնալով պակասում են կա երաժշտական մի ստեղծագործություն որ ձեզ չի ձանձրացնում կարող եք լսել կա մի սեզոն սա արդեն վերջի 5-6 տարի է դա ելնում է դեկտեմբեր ամսին չեմ անում թե պահանջ առաջանում կոնկրետ լսում եմ ընդ որում ես այն բանը պրոյեկտը կոչված նվագարկիչը ես ունեմ դեռ այդ սկավառակները հա ես այդ ամսին մի շաբաթ երկու շաբաթ չգիտեմ ինչ տրամադրություն է իշնում անպայման պետք է Բախի սյուիտները լսեմ Պաբլո Կազասի կատարումը պետք է Աբրասովայի կատարմամբ Ստաբատ Մատեշ կատարումը եւ մեկ էլ գլյուկից կոնտրալտո մենք երկչուհի ունենք հայ երկչուհի Լիանա Մկրտչյանն եթե չեմ սխալվում Օդեսայի ծնված բան մի հրաշք նու ինձանից առաջի սերունդը էլի այդ երեքին ես այդ երկու տարվա մեջ մի սեզոն նրանց լսում եմ բայց որ ասեմ ինչ որ երաժշտություն դնեմ որ անդադ լսեմ սովորաբար նանով ավարտեմ խոսքս ինչից եք վախենում ես այն կարծիքն եմ որ վախի բացակայությունը շեղում է հոգեկան իսպար բացակայության մասն է խոսքս վախը սովորաբար ինչը որ կյանքին եւ պատվին սպառնում է ես այդ ամեն ինչը համարում եմ որ նրանք որոշակի դոզա են տալի վախի բայց չէ որ անվախություն կա կյանքում իմ կարծիքով գլխավորը նայա թե ինչ վերաբերմունք է առաջանում վախի նկատմամբ մարդու մոտ ուրեմն երբ որ իմաստ աձեռ բերում մահը ամենասարսափելին չէ մարդը դառնում է անվախ օրինակ մահապարտները գնում են կռիվ չէ նրանք արդեն մահին հաղթում են ամենասա վախը հաղթահարվում է որովհետև նա գիտի ինչ հանուն ինչի է տալի իսկ եթե ձևակերպեմ որ չէ կարող խոսքս կասեմ գիտակցված մահը այն դեղատոմսն է որով մարդը հաղթահարում է վախը հրաշալի շնորհակալություն այսպիսին էր գրող Վալերի Պարանյանը ճակերտներում բարի գիշեր կհանդիպենք